Մարդ տեսակը, որովհետև արվեստագետ, բայց շատ կարևոր է, որ հատկապես արվեստագետները չլռեն եւ իրենց տեսակետը հայտնեն եւ չեմ ուզում քաղաքականացնել, այնուամենայնիվ եթե ոչ արվեստագետը եւ մտավորականը, ապա ելից։ Կարծեք թե Արտաշիս կերպարը այդպես կարողացար մատուցել։ Նա այդ տեսակն է, Արտաշիս հետ ծանոթացանք Պետերբուրգում, եկել էր նկարահանումների, այդ ժամանակ ես Պետերբուրգում էի դիվանագիտական աշխատանքի եւ լավ հուշեր ունեմ։ Իսկապես այդ շփումների ժամանակ զգացվեց, որ պես ասեմ, որակը բազմաբոլորտ է եւ լավ դերասան էր, հարգված էր ռուսական իրականության մեջ Պետերբուրգի դերասանների կողմից, ազգային մարդ էր եւ ամենակարևորը տղամարդկային որակ էր եւ ինքը կարողացել էր այսպես հավաքական իր կերպարի մեջ տեղավորել տանը, ինչ ասեմ, ռուսերի մեջ լավ մարդ էր, բայց մասա ճակատագիր է։ Տեսեք, էկրանից երևում է, որ նա շատ անհանգիստ մարդ է, թե հարցազրույցներում, թե այն ֆիլմերում եւ ներկայացումներում, որտեղ խաղում է, ինչի մասին էին ձեր վերջին զրույցները եւ ինչն էր հատկապես նրան մտահոգում։ Գիտեք, քիչ առաջ ասացի, լավ ուշեր ունեմ Պետերբուրգից, եւ որ հանդիպում էինք, մի ամիս առաջ հանդիպեցինք, հիմնականում այդ ուշերին էինք անդրադառնում եւ այդ ուշերը բավականին մեզ ավելի էր ջերմացնում, լավ ուշեր, բայց մնացածը մասնագիտական բանը ինքը իսկապես այս հավաքականության մեջ ոչ վատառմով ինքը առանձնանում էր նայեք լավ դերասան էր եւ քիչ առաջ մեր լրագրողը ասաց եւ մարդ տեսակ էր, որը կարողանում էր կերպարների մեջ մատուցել, հա։ Դրա համար իր ընկալումը շատ չեմ լսել, այսօր մի քանի օգուտ նստած խոսում էինք, բոլորը այդ կարծիքին էին, որովհետեւ ես խմբագրված ասացի, իր մարդ տեսակը շատ ընդունելի էր եւ այլն, հատկապես այս անհանգիստ վիճակը, որը կարծում եմ որևէ մեկը պետք է այսօր հանգիստ չմնա այս վիճակի հետ կապված, ինքը մի քիչ բաց նյարդով էր ընդունում են ինչ որ կա։ Տխուր է, որ այսպիսի մարդիկ գնում են, որոնք կարող են իսկապես իրենց կերպարով կերպավորեն ջահելությանը։ Իրենից շատ բան կար սովորելու ջահելությունը ունի եւ նաեւ իր ոլորտի մասնակից։ Իսկ իր գնալով ինչ հետ թողեց մեր կինոարվեստի, մեր պատմության մեջ։ Չէ որ ասեմ, այդպես մեծ շատ բան, այդպես չեմ ասի, բայց բոլոր դեպքերում ստորագրություններ, մասնագիտական ստորագրություններ, որը արժանանում էր հավանության եւ նաեւ ինչու ոչ երիտասարդ դերասանները, հա, նրանք ուզում էին ընդօրինակել։ Տեսնում էի, որ միշտ ջահելության հետ է եւ ջահելները իրեն շատ լավ ընդունում էին եւ ճիշտ էին անում։ Լավ։